Վիճակագրական տվյալների համաձայն 2018 թվականին մինչև 250,000 դրամ աշխատավարձ ստացող անուսալի վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թիվը 47,000 էր։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նրանց թիվը եռապատկվել է, հասնելով 136,511-ի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաաղտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասական օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Հետազոտվել են թունավոր տարրերը, ծանր մետաղները, պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։ Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են։ Արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։ Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Մյուսները պետք է քննություններ անձնեն։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա տեղեկացրել է, որ ռուսերենի իմացությունը Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքները ճանաչելու հիմնարար պահանջ է։ Ռուսերենն ի դեպ Հայաստանում պաշտոնական լեզու չէ։ Անտիֆեյքի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանություն, հաղորդակցման միջոցների օգտագործման հոդվածով։ Խորհրդանի խոսնակն էր հաղորդում տվել իրավապահներին փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների ու սպառնալիքների վերաբերյալ։ Ալեն Սիմոնյանը պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի։ Վիրավորանքի համար փոխհատուցի 2 միլիոն դրամ և որպես դատական ծախսերի փոխհատուցում վճարի 530,000 դրամ։ Ուսուցիչները, նաև ուսուցիչ չաշխատողները կամավոր ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների անփոթաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում։ Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը կարող է ներկայացվել տեղեկատվական համակարգի միջոցով։ Ուսուցիչները կարող են տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթիկի էջ, համոզվելու համար, որ քննական անփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին։ ԿԳՄՍ-ն հայտնում է, որ էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։